Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ խաղաղություն ժողովուրդներին պատերազմ իշխանություններին խորագիրը կրող բողոքի ակցիան այսօր խոչընդոտվեց ոստիկանների կողմից։ Նրանք ակցիայի մասնակիցներին դեսպանատան մոտից հեռացրեցին։ Իսկ ակցիայի մասնակիցները պարզապես ցանկանում են Ռուսաստանի իշխանություններին կոչ անել Ուկրաինայի դեմ չսկսել ռազմական գործողություններ։ Ոչ պատերազմի լոզունգով յուրաքանչյուր քաղաքացի պետք է համարեր իր պարտքը գալ կանգնելու ու պահանջելու իր խաղաղությունը հենց այն պետության դեսպանատնից, որը հրահրում է այսօր պատերազմը։ Քիչ անց Տիգրան Պարսիլյանն ու եւս 3 ակտիվիստ բերման ենթարկվեցին ոստիկանության կենտրոնի բաժին։ Հիմքերը ներկայացրեք իրավական։ Ոստիկանության աշխատակիցները ստիպեցին ակցիայի մասնակիցներին անցնել փողոցը ու դեսպանատան դիմացի մայթին անցկացնել ակցիան։ Ես դա գնահատում եմ մեր սահմանադրական իրավունքի ոտնահարում, ես դա գնահատում եմ կամայականություն, ես դա գնահատում եմ բռնություն Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացիների նկատմամբ։ Ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջև վիճաբանությունը այսքանով չավարտվեց։ Պարտավոր է յուրաքանչյուր ոստիկանի պահանջները կատարել։ Օրինական պահանջները։ Հայաստանի Հանրապետությունը ասում է դուք իրավունք չունեք մասնակցելու քաղաքական գործընթացներին, դուք հիմա միջամտում եք։ Ակցիայի մասնակիցները այնուհետև երթով շարժվեցին ոստիկանության կենտրոնի բաժին պահանջելով ազատ արձակել ձերբակալված 4 ակտիվիստին։ Ոստիկանական պատը նրանց թույլ չտվեց մոտենալ շենքին։ Ակցիայի մասնակիցները սպասեցին այնքան ժամանակ, մինչև 4 ձերբակալվածները ազատ արձակվեցին։ Նրանք ենթարկվեցին վարչական տուգանքի։